Տիկին Սահակյան, այս պահին Վագիվ Խաչատյանի առողջական վիճակի վերաբերյալ ինչ տեղեկատվություն ունենք եւ ինչ քայլեր է ձեռնարկվում պետական մարմինների կողմից նրա մասին տեղեկատվություն իմանալու համար։ Ուրեմն նշեմ, որ այս պահին մենք ստույգ տեղեկություններ չունենք առողջական վիճակի եւ այլ կարևոր հանգամանքների վերաբերյալ, որոնք կյանքի իրավունքի մասով հստակություն կմտցնեին, բայց սպասում ենք, որ այդ տեղեկատվությունը կարող է լրացվել, ամբողջանալ։ Ինչ վերաբերում է պետական մարմիններին, մենք տեսանք հայտարարություն, որ նրանք տեղեկություններ են հավաքագրում եւ շատ կարեւոր զարգացում, որ ամսի 24-ին եւ 25-ին Կարմիր խաչի ներկայացուցիչները Ժնևյան գրասենյակի կարողացել են մուտք գործել եւ տեղեկություններ ստանալ հայ բանտարկյալների վերաբերյալ, այսինքն եղել է տեսակցության շրջանակում որոշակի սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ են տրամադրվել, ակնկալում ենք, որ նաեւ նամակներ գրված կլինեն, որ առաջիկայում կարող է փոխանցվել ընտանիքի անդամներին, սակայն անգամ այս այցելության շրջանակում առայժմ մեզ համար հստակեցված չէ Վագիվ Խաչատրյանի կարգավիճակը, առողջական վիճակը։ Դրա համար պետք է սպասել եւ տեսնել ինչ նոր տեղեկություններ կան, որից ելնելով կկարողանանք մեկնաբանել։ Այսինքն Կարմիր խաչի այցը մի փոքր այս գործողություններում տեղաշարժ կարող եք նկատել, որովհետև շրջան եղավ, որ ընդհանրապես տեղեկություններ չէին կարողանում իմանալ։ Տեսեք, սա կանոնավոր այց չէ, ինչպես նշել ենք, հստակ է, որ Կարմիր խաչի գործունեությունը դադարեցված է եւ կանոնավոր հիմունքներով այցելություններ չկան, միևնույն ժամանակ Կարմիր խաչը բանակցում էր, որպեսզի գոնե ad hoc իրավիճակային այցելություններ կազմակերպեին, արդեն ոչ թե ադրբեջանական գրասենյակի աշխատակիցների կողմից, այլ տարածաշրջանային բանակցությունները դեռևս արդյունք չէին տալիս, հիմա նախատոնական այս օրերին եւ մենք այստեղ որոշակի առումով կապ ենք տեսնում ամանորյա տոների հետ եւս համաձայնություն ձեռք է բերվել եւ Կարմիր խաչի ներկայացուցիչները կարողացել են այցելել, բայց հստակեցնեմ, որ խոսքը կանոնավոր այցելությունների մասին չէ, քանի որ գրասենյակը այլևս ներկա չէ, յուրաքանչյուր այցելություն բանակցությունների արդյունքում կարող է տրամադրվել։ Մեզ ներկայացեցին մեկ տեսահոլովակ, որտեղ ցույց է տալիս, որ նրանք պահվում են շատ լավ պայմաններում, արդյոք այդ պայմանները ճիշտ են ներկայացված։ Այստեղ կա նորից ապատեղեկատվություն, նախ հայ բանտարկյալները տարբեր ժամանակահատվածներում գտնվել են տարբեր վայրերում, ընդ որում այդ փակհաստատությունների ենթակայությունն է տարբեր եղել, օրինակ նրանք գտնվել են ռազմական ոստիկանության խցերում, գտնվել են ազգային անվտանգության ծառայության ենթակայության տակ գտնվող մեկուսարաններում, արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող բանտախցերում եւ նաեւ ըստ հաստատության այդ պայմանները շատ տարբեր են եղել, վերաբերմունքը եւս փոփոխական է եղել, այսինքն ծեծի, բռնության, անմարդկային վերաբերմունքի դրսևորումները փոփոխական են եղել, կախված նրանից, թե մենք որ վայրի եւ որ ժամանակահատվածի մասին ենք խոսում, ուստի նման ընդհանրական տեսանյութը փորձ է անում ընդհանրապես տենց հատվածական ինֆորմացիայով շփոթ առաջացնել եւ մյուսը մեզ հայտնի է, որ կան լավ վերազինված խցեր, գրադարաններ, որոնք հասկանալի է մշտական հիմունքներով հասանելի չեն հայ բանտարկյալներին, սակայն ցուցադրական նկարահանումների նպատակներով օգտագործվում են։ Հիմնականում այս սենյակներ տարվում են հայ բանտարկյալները լուսանկարվելու համար եւ այս լուսանկարները հետագայում ներկայացվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան ցուցադրելու, թե իբր նրանց պահման պայմանները համապատասխանում են միջազգային ստանդարտներին։ Ուրեմն դրանք այն վայրերը չեն, որտեղ մշտապես գտնվել կամ գտնվում են հայ պատանները։ Ընթացիկ բարելավումներ առանձին դեպքերում եղել են եւ դա նաեւ արդյունք է եղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության, ինչևից է այդ տեսարանների իրականության հետ
աղերսներ չունեն։ Երեք հաղորդագրություն տարածվեց, որ կաթոլիկ եւ հայ առաքելական եկեղեցու մի առաջնորդներ կոչ են արել Հռոմի Պապին, դիմելով 23 արցախահայ բանտարկյալների արձակման պահանջով։ Ինչ է կարծում, այս ուղերձները ի վերջո ինչ-որ դրական կետի կհասնեն, թե ոչ։ Միանշանակ սրանք կարևոր քայլեր են, Հռոմի Պապը ունի մեծ հեղինակություն, ընդ որում ազդեցությունը էական է ինչպես քրիստոնեական, այնպես էլ ոչ քրիստոնեական աշխարհում, եւ մենք գործ ունենք մարդասիրական խնդրի հետ, եւ եթե նման հեղինակություն ունեցող անձը եւս միջամտում է մարդասիրական խնդիրներ լուծելու նպատակով, դա իր ազդեցությունը թողնելու է եւ խնդիրը հենց այնպիսի բարոյական քաղաքական ճնշում գործադրելն է, որպիսի պայմաններում Ադրբեջանը ստիպված կզգա հարգել միջազգային իրավունքը եւ մարդասիրական նորմերը, խիստ կարեւոր եւ արժեքավոր քայլ է նման կոչը կամ ներգրավվածությունը։